Պատկերացրեք Լոնդոն 20-րդ դար։ Դուք մտնում եք մի փոքրիկ խորտկարան, որտեղ ձեզ առաջարկում են ամենահամեղ բուրգերը ամբողջ քաղաքում։ Պատրաստողը Ջոե Միթերն է։ Նա դա պատրաստում է տավարի մսից եւ փոքրիկ գաղտնիքով։ Այսօր կպատմեմ Լոնդոնի խորտկարաններից մեկի մասին, որտեղ բուրգերները պատրաստվում են ոչ միայն կենդանու, այլ նաեւ մարդու մսից։ 20-րդ դար Լոնդոն։ Ջոե Միթեր անունով խոհարարը Լոնդոնում բացում է մի սովորական, բայց շատ փոքրիկ մի բուրգերնոց, այսպես ասված, որի անունը եւ համբավը տարածվում է ամբողջ քաղաքով մեկ, սկսած իր փոքրիկ թաղամասից վերջացրած մայրաքաղաքից։ Այցելուների տեղ ու տարափ չկա, բոլորը կանգնում են հերթ, սպասում են Ջոեի պատրաստած համեղ բուրգերներին, սակայն մի տարօրինակ զուգադիպություն տեղի ունեցավ այդ պահին, երբ որ Ջոն սկսեց դառնալ հայտնի, այդ ընթացքում մարդիկ անհետանում էին։ Հիմնականում անհետանում են այն մարդիկ, որոնք ոչ այդքան բարվոք կյանքով էին ապրում, նրանք անտուն էին կամ որևէ հիվանդությամբ տառապում էին եւ նրանց բուժում չկար։ Մարդիկ սկսեցին անհետանալ, բայց դե սովորական երևույթ է, մարդիկ անհետանում են, նրանք չունեն բարեկամներ, հարազատներ, որ նրանց մասին հոգ տանի, մտածի եւ հետաքրքրվի ուր են արդյոք կորել։ Վերադառնալով Ջոեի խորտկարան, այստեղ եռուզեռ է։ Մարդիկ անընդհատ գնում գալիս են, բոլորը կուշտ են, բոլորը գոհ են, բայց որոշ ժամանակ անց, երբ որ մարդ ուտում է նրա մոտ պատրաստած բուրգերը, սկսում է իրան վացնել։ Նա սկսում է տարբեր սինդրոմներով տառապել, որը սկսում է կրկնվել ոչ թե 1, 2, այլ տասնյակ մարդկանց մոտ։ Սինդրոմները հետևյալն էին. մարդիկ սկսում էին տարօրինակ հիվանդություններով վարակվել, նրանք սկսում էին քոր զգալ, սկսում էին տարօրինակ համ զգալ մսից։ Սովորական մի օր հաճախորդներից մեկը պատվիրելով բուրգեր կծում է եւ ներսը գտնում է մատի ոսկոր։ Սարսափահար այս հաճախորդը դիմում է նաև ոստիկանություն։ Ոստիկանները գալիս են, փակում տարածքը, հետո սկսում են հետաքննություն։ Մտնելով խոհանոց, պարզ է դառնում, որ ինչ-որ մի բան այն չէ։ Խոհանոցն ամբողջությամբ արյունապատ էր եւ տարբեր հատվածներում կային դույլերով մարդկանց մնացորդներ։ Ջոն մարդկանց մնացորդները աղում էր, խառնում բուրգերի հետ, տավարի կամ խոզի մսի հետ եւ մատուցում իր հավատարիմ հաճախորդներին։ Ոստիկանները նրան ձերբակալում են եւ սկսում է հետաքննություն։ Ոստիկանները պարզեցին, որ այս մարդկանց մնացորդները, որոնք դույլերի մեջ փտտում էին, տարիներ շարունակ անհետ կորած մարդկանց մասերն էին։ Մի քանիսինը հաջողվեց պարզել, մի քանիսինը ոչ։ Այսպիսով ավարտվեց Ջոեի կարիերան որպես խոհարար, ավարտվեց նրա կարիերան որպես մարդասպան։ Նա ձերբակալվեց։ Ջոեին ձերբակալեցին եւ մահապատժի ենթարկեցին կախաղանի միջոցով։ Մարդիկ տարակուսանքի մեջ են։ Նրանք չեն հավատում, որ Ջոն միակն է եղել, որ այդպես է վարվել եւ վաճառել բուրգեր մարդու մսով։ Նրանք կարծում են, որ շատերն են այդպես վարվել, քանի որ Ջոեի ձերբակալումից հետո մարդիկ շարունակում էին անհետ կորել։ Նրա ձերբակալումից անց մարդիկ սկսեցին դիմել հիվանդանոց եւ որոշների մոտ նկատվեց վարքագծի փոփոխություններ։ Այն մարդիկ, որոնք կերել էին Ջոեի մոտ պատրաստված բուրգերները մշտապես, ունեցան հոգեբանական խանգարումներ եւ նույնիսկ դրանցից 5-ը հայտնվեցին հոգեբուժարանում։ Իրոք սարսափելի է, եթե պատկերացնես, որ մարդու բուրգեր ես ուտում։ Նո, ուրիշ բան է, որ էսի չգիտեմ, թող եղուն գուտես։ Բայց մարդու միս, վաու, չէ։ Որոշների մոտ ագրեսիա էր նույնիսկ նկատվում, նրանք կարող է շատ փոքր բանից զայրանալ, իսկ մյուսներն առհասարակ լինում էին շատ պասիվ եւ հանգիստ վիճակում, քանի որ նրանք իրենց մեղավոր էին զգում այդ մարդկանց մահվան մեջ։ Ինչ եք կարծում։ Արդյոք սա ներշնչանք էր, թե ոչ։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Մարդ կարող է խելագարվել մարդու միս ուտելուց, թե ուղղակի սա հոգեբանական տրավմա էր։ Եթե հավանեցիք այս պատմությունը, կարող եք մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով կամ ուղղակի գրել ուրիշ ինչ թեմայով կցանկանաք հաջորդ տեսանյութը դիտել։